տենց հանճարեղ տղու։ Ախր ես կենթանասերները բա ունեն։ Էդ մենակ գագոն չէր հիանում է դրանով։ Քիչ եմ համբերություն հեսա կսեմ, էլով էր հիանու ճակերտների մեր։ Եկա այդ սպիտակ առուզ, որ դինադու սատկացրել է։ Շտա ճիշտ կսես, բայց միայն այդ վերջինը, որ այրուցը մեղավոր չի։ Նա կենթանի է, այսպես ասած մեղ չունի, որ հայտնվել էր Դոդիգագոյի վանդակում։ Ես հիմա չեմ ուզում խորանամ այդ իրավաբանա թղթա իրականում ղախպաբանության մեջ, թե որքանով Դոդիգագոն իրավունք ուներ, կամ յուրաքանչյուր այլ քաղաքացի որքանով իրավունք ունի տանը կամ մասնավոր կերպով այրուց պայելու եւ այլ այդ կարգի վտանգավոր կենթանիներ։ Եվ առնվազն այդ սպանդի համար քրեական գործ պետք է հարուցվեր։ Բայց քանի որ Նիկոլի հրանգով սատկացրեցին, ինչի մասին է խոսքը, հերթական սրիկա Նիկոլի միլիոն հանցագործություններից հերթական մեկը։ Բայց որա Ադիքսես, բան չի ճիշտ է մինչև վերջ չես ասե, թերմար, որ Դոդիգագոն մարդկանց էր առևանգում, այրուծով խոշտանգում էին, ըլմակ պատկերացրեք ինչ է կատարվում, ինչ կարգի հանցագործություն։ Սրիկա Նիկոլի այդ իրանց ալիքն է, ժամանակ ալիքով պատմեց, թե ինչպես սա հիմք է քրեական գործ հարուցելու համար, թե ինչպես Դոդիգագոն ինչ որ կարծեմ քանդակագործ էր առևանգել, սա մեկ հանցագործություն, ինչը քրեական օրենսգրքի մեկ հոդված, եւ այդ մարդուն մցրել են այրուծի վանդակը։ Ինչի հետևանքով լսում եք Նիկոլի ալիքով են ասել, այդ մարդը վախճանվեց, այսինքն դաժան սպանություն։ Բայց եթե այդպես է, պիղծ սրիկա տականք Նիկոլ, բա ինչու գործը հարուցված չէ, այս ծանր հոդվածով։ Հիմա եթե ես լինեի վարչապետը, այդ հոլովակները լիքը տարածում են։ Այդ ընկերը, որը պատմել էր այդ հանցագործության մասին, առնվազն հիմա քնչականում պետք է ցուցմունքներ տար։ Ուրա, Նիկոլ Բոզի վաստակ, ուրա։ Ես մեկ անգամ ասել եմ, հիմա կրկնվում եմ։ Ուրեմն սա Նիկոլը օգտագործելու է շանտաժի համար։ Դոդիգագոյից ունեցվածքը խլելու համար։ Ինչևէ, բայց մենք գիտենք այլ պատմություններ, որոնցից մեկը կա այդ հոլովակը, որում երիտասարդը պատմում էր, թե ինչպես Դոդիգագոյի խեռանիկները իրեն ծեծի են ենթարկել։ Հիմա որ մեկնաբանությունները կարդում եք YouTube, Facebook-ում, Դոդիգագոն այս ծանր հանցագործությունները կատարել է, մարդասպանություններ եւ այլն։ Բա ուրա, բա ինչի քնչականից իրավապահ մարմիններից չեն դիմում քաղաքացիներին, որոնք տուժել են Դոդիգագոյից, որ հաղորդում տան իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին։ Բա ինչի նման կանչ չկա քաղաքացիներին։ Իբր իրավապահ մարմիններից։ Ասեն, որովհետև իրավապահ կոչված ոստիկանամուսռական մարդահայակ մարմինները քաչ տեղյակ են բոլոր կատարված հանցագործությունների մասին։ Բայց տարիներ շարունակ կաշառքի դեմ նրանք ծածկել են բազմաթիվ կատարված ծանր հանցագործություններ։ Այսինքն իրենք էլ իրենց պետք է բացահայտեն, նաև կաշառակել դատախազներին եւ դատավորներին։ Սակայն ես, եթե լինեի վարչապետ, միայն ոչ թե Նիկոլ պիղծ սրիկա տականքը, որը այս ամենը օգտագործելու է իր անձնական